Վագիմյան, դուք նշեցիք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կամ ընդհանրապես անցկացման հետ կապված կարող եք հպարտանալ ու ասել արդար, թափանցիկ, առանց հաղթումների է դեր ունեցել, բայց Սահմանադրական դատարանը ամեն դեպքում իր որոշման մեջ գտել է, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ եւ մասնավորապես այն երկու ընտրատեղամասերի վերաբերյալ ուժեմ անդրադարձ կատարեք, որի մասով էլ ասում եք, որ ընտրություններից հետո կխոսեք, այդ երկու ընտրատեղամասերի արդյունքները վճռորոշ են եղել այնքանով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության 5 մանդատները չեն ստացել տվյալ ուժի ներկայացուցիչները եւ այդտեղ խախտումները ձեր խոսքն են մեջ բերում Սահմանադրական դատարանի նիստից հետո, որ այնտեղ այնպիսի խախտումներ են տեղի ունեցել, որտեղ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ շարունակականություն ապավել։ Այսինքն դուք այստեղ ընդունում եք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թերացել է իր աշխատանքում, ուշ է արձագանքել, ինչով պայմանավորված է հիմա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցել խորհրդարան, որտեղ եթե այդտեղ կա խնդիր, ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին չի արձագանքել, փորձել ուղղել շտկել այդ խնդիրները, որպեսզի նաև մարդիկ իրենց սահմանադրորեն տրված իրավունքները կարողանան իրացնել։ Եվ մեկ երկրորդած պարոն Վագիմյան կապված նախաքննական գաղտնիքի հետ մոտ մեկ ամիս առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամենայնպես պատշաճ կերպով տեղեկատվությունները հրապարակում էր, թե ում վերաբերյալ ինչ միջնորդություններ են ներկայացված, բայց Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նախորդ միջնորդության վերաբերյալ որևէ տվյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չկար, ուղղակի անորոշ ձևով ձևակերպումներ էին, որ միջնորդություններ են ներկայացված եւ նույնպես հիմա ուզում եմ հասկանալ ինչն է փոփոխվել, մասնավորապես նաեւ այն պարագայում, որ ընտրություններից առաջ եւ ընթացքում նաեւ դուք եթե չեմ սխալվում, հակակոռուպցիոն կոմիտեի հետ հրապարակված տեքստերի, ձայնագրությունների վերաբերյալ, որտեղ չհնչեցվեն ուժերի անունները, դիմում էիք ներկայացրել, որը մերժվել։ Հիմա ինչպես է ստացվում, որ այս դեպքում նախաքննական գաղտնիքը չի պահվում, բայց ձեր դեպքում ինչ որ ընթացքում արդեն սկսում եք նախաքննական գաղտնիքը պահել։ Շնորհակալություն։ Հարգելի հրավերներ, տեսեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն որ ասում եք հրապարակում էին, մենք հրապարակում ենք ընդհանրապես վարչական վարույթի մասին ծանոթություններ, որտեղ քրեական գործի մասին կամ մեղադրանքի մասին ոչինչ չկար։ Մենք ընդհանրապես երբ որ ունենում էինք միջնորդություն քննարկելու, չէ՞, վարչական վարույթ, մենք ընդհանրապես հրապարակային ինչպես կապն է, ծանոթություն ենք մեր այգում, ծանոթություն ենք, որ նման միջնորդություն ենք քննարկել, բայց այնտեղ երբեք չի եղել որևէ մեղադրանքի մասին որևէ։ Տեսեք, բայց երբ որ մի դակ ծանոթություն ենք, երբ որ վարչական վարույթ ունեցել ենք, այսինքն միջնորդությունը քննարկել, այսինքն առարկական քննարկել, ծանոթություն ենք։ Ես կրկին հիշեցնում եմ, մենք ըստ վերջին նման նիստը ունեցել ենք հունիսի 19-ին, որ ասացի, դրանից հետո մենք ունեցել ենք նիստ, որի ժամանակ ընդհանրապես միջնորդությունները վերադարձրել ենք, այսինքն առարկայական միջնորդությունները չեն քննարկել։ Դրա համար վարչական վարույթ որպես այդպիսին, այսինքն կառուցման կոնֆերենցիան, ես ճիշտ ասած վստահ չեմ, այսինքն դա հրապարակային դրվել է, թե չի դրվել, բայց ենթադրում եմ դրանով է պայմանավորվել, որտեղ այդ ժամանակ մենք ընդհանրապես քննարկել ենք միջնորդությունները վերադարձնելու հարցը։ Այսօրվա մեկ հարցինը, եթե Տիկին Գևորգյան, ծանոթությունը դրված չի, կամ վարչական վարույթի ծանոթություններում։ Այսինքն այսօրվա 17:00-ի նիստի վարչական վարույթի ծանոթությունը դրված է։ Բայց մինչ վերաբերում երկու տեղամասերի, տեսեք, եթե այդպես ասենք թերացումներ, այո, ավելի մենք կամ բազմաթիվ թերացումներ ունենք, որ մենք ենք նկատել, որը որ անշատ ինքը նույնիսկ ներ մասնագիտական է, այսպես են, որ մենք մեր համար գույքագրել ենք և շտկել ենք։ Սահմանադրական դատարանի որոշումով ենք առաջնորդվում, ես ուղղակի կառաջարկեմ, որ դուք Սահմանադրական դատարանի նախորդ ընտրությունների բոլոր հետ գնաք ու ընթերցեք նախորդ ընտրությունների որոշումները։
Շատ այդ իմ ասած ամբողջ զարգացման մեր նայբդրական համակարգի զարգացման այս ընթացքը դուք կարող եք տեսնել, եթե սկսեք օրինակ 91-ին Սահմանադրական դատարանի առաջին որոշումը, որ ընտրությունների արդյունքները կայացրին, եթե չեմ սխալվում 96 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ 96, 98, 99, 2003 նախագահական ազգային ժողով, 2007 թվական, 2008 թվական, ես կարող եք ընթերցել և տեսնել, թե ինչեր է, այսինքն Սահմանադրական դատարան այդ խնդիրները, որ ինչ խնդիրների է Սահմանադրական դատարան անդրադարձել, կարող եմ ասել, որ այն խնդիրները, որ Սահմանադրական դատարանը անդրադարձել է, ի համեմատ նախորդ բոլոր ընտրությունների ամենաքիչն է։ Եվ բայց այն խնդիրների բոլորին, եթե նույնիսկ կան խնդիրներ, որոնք օրինակ օրենսդրական լուծման կարիք ունեն, այս դեպքում մենք ուղղակի դիմենք ազգային ժողովին, որ ազգային ժողովը այդ խնդիրների լուծում տա, բայց այդ խնդիրները, բոլոր խնդիրները, որ մեր երկրական հանձնաժողովի դիրույթով մենք այդ խնդիրների լուծում տանենք։ Ինչ վերաբերում երկու տեղամասերի հետ կապված։ Տեսեք, երկու տեղամասերում տեղ ունեցած խախտումները այնպիսին են, որ եթե 2-3, սկսենք մենք 2-3, եթե տեղամասերի քվեարկության արդյունքները հավաբեր չճանաչվեն, ապա նույն ընտրությունների մասնակից քաղաքական ուժեր կարող են ընդհանուր ընտրությունների անվավերության հարց բարձրացնել։ Եվ այս է խնդիրը, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ առանձին տեղամասերում տեղ ունեցել խախտումներ, որոնք որ քվեարկության արդյունքները այլևս հնարավորություն չեն տալիս ունենալ քվեարկության օրինական արդյունքներ, եւ այս դեպքում ընտրական օրենքի դրամը այդ պատճառով ընտրական օրենքը նայում է այդ ինստիտուտը, որ առանձին տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու ինստիտուտ է դրանում։ Այդ նպատակով որ կարող է նման իրավիճակ տեղ ունենալ։ Եվ այդ իրավիճակը տեղի ունեցել, այդ հաջորդ քայլը արդյոք պիտի վերաքվեարկություն նշանակվեր, թե ոչ։ Կենտրոնական տրական հանձնաժողովի մոտեցումը եղել է այն, որ այս դեպքում վերաքվեարկություն նշանակելու կարիք չկա, որովհետև այդ տեղամասերում տեղի ունեցած խախտումները ընդհանուր արդյունքների վրա չեն ազդել։ Ես կրկնում եմ, այստեղ մի հատ շփոթություն կա, որը որ երբ որ ասում ենք տեղամասերում տեղի ունեցած խախտումներ, դա նշանակում է, որ այդ տեղամասերում բոլոր կուսակցությունների ձայները զերո են։ Այսինքն այն խախտմամբ ձևավորված ինչ-որ թվեր, որ եղել է նախնական արդյունքներով, չէ՞, նախնական արդյունքները, որ եղել է, իրավական տեսանկյունից իրանք գոյություն չունեն, որտեղ եթե ընդունում ենք, որ խախտումները տեղի են ունեցել, իսկ կարծես թե բոլորը ընդունում են, որ այդ խախտումները տեղի են ունեցել, եւ կենտրոնական տրական հանձնաժողովը այո պիտի այդ տեղամասերի քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչել։ Երբ որ այս ընդունում ենք, արդեն այդ թվերը այդտեղ բոլոր կուսակցությունների թվերը դառնում են 0, որևէ մեկը դրա դեպքում այդ տեղամասում չուներ X ձայն, որպեսզի գումարեր եւ ստանար ինչ կլիներ։ Հասկանալի է։ Ես ասում կենտրոնական տրական հանձնաժողովի մոտեցումը այն է, որ երբ որ ասենք ինչպես գնահատենք, ազդել է թե չի ազդել։ Որտեղ ազդեցությունը տրական օրենսգրքի տեսանկյունից ազդեցությունը ասում է, որ մասնակիցների թիվը 75-74 կարող է սխալվել։ Այնտեղ ասում է, որ մասնակիցների թիվը գրվում է որպես անճշտություն։ Մնացած թվերը 0։ Այսինքն ինքը ազդեցությունը մասնակիցների թիվն է, որը դառնում է անճշտություն։ Անճշտությունը գումարվում է մանդատների բաշխմանը, հասկանում։ Ինի որպեսզի ունենանք պարզ թվաբանություններ, ունենք 3 տեղամասի մասնակիցների թիվ, որը ավելացել է անճշտությունների։ Հանում ենք այդ ազդեցությունը, այսինքն այդ 3 տեղամասի անճշտությունները, այսինքն ազդեցությունը հանում ենք ընդհանուր արդյունքներից։
Եվ կրկին մանդատների բաշխում եք իրականացնում, իրավիճակը փոխում է, թե չի փոխում, չի փոխում, այսինքն կրկին այդ դեպքում այն ինչ է սահմանադրական դատարանում ասել է, ես նորից դա եմ կրկնում, այդ դեպքում կրկին մենք ունենում ենք նույն իրավիճակը, ասենք շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ, եւ սա է ազդեցության գնահատականը, սա է ազդեցության գնահատականը ըստ օրենքի սա է քաղաքական ակնկալիքների կամ այլ ակնկալիքների տեսանկյունից ես այսպես որ այդ հասկանալի մարդկանց այսպես բնական է որ տարբեր քաղաքական ուժերի օգտին քվարկած քաղաքացիների ակնկալիքը տարբեր է, բայց ես կրկնում եմ, սա ինչ որ ես եմ ասում, սա ընտրական օրենսգրքով է պայմանավորված, սա ընտրական օրենսգրքի լույսի ներքո խնդիրն է, թե այլ մարդիկ ինչ ակնկալիք ունեն, ես մեկ անգամ եղել է ասուլիսում ասել եմ ինձանից ակնկալիքը այն է, որ այդ ամփոփումից հետո է, որ ես պիտի ինչ է ընտրություն կերծեի, որպեսզի Բարգավաճ Հայաստան անցներ, հարգելի ես մոտապես դա ես ասում։ Այն ակնկալիքը որ կա, դա է որ անեիք այնպես, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցներ։ Կներեք ընտրական օրենսգիրքի կարգավորումները եւ օրենքով ինձ վրա եւ հանձնաժողովի վրա դրված պարտականությունները այլ են։ Պարոն Հովակիմյան, ձեր ասածը ընկալելի է, հասկանալի է, մենք հասկանում ենք, որ այդ բոլոր ձայները ընտրատեղամասերում բոլոր ուժերի զրոյացվել են հարցը եւ խնդիրը դրանում չի։ Դուք ասում եք ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, բայց ինչպես ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, ելքի վրա չէ, ընտրության արդյունքների վրա։ Ընտրության արդյունքների վրա, եթե օրինակ Բարգավաճ Հայաստանն պնդում է, որ այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով իրենք հատում էին անցողի, քշեմ եմ, դուք հիմա պնդում եք, որ իրենք այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էլ չէին հատելու խորհրդարան անցնելու շեմը եւ նաեւ դուք այստեղ նշեցիք, որ եթե մենք այդ 2 ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչեինք, ուժերը գնալու էին արդեն ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով։ Այստեղ հարց է առաջանում, պարոն Հովակիմյան, դա իրենց համանդրական իրավունքն է, կուզեին կդիմեին համանդրական դատարան անվավեր ճանաչել, դուք ինչի եք այդտեղ անհանգստանում։ Ինչն էր խնդիրը։ Դուք ասացիք, որ եթե այդ ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեն, ուժերը ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով էին գնալ։ Ուզում եմ հասկանամ ձեր մտահոգությունը այդտեղ ո՞րն էր կամ ո՞րն է։ Իմ մտահոգությունը որպես նախնի եւ կենտրոնական հանձնաժողովի եւ ունենալ ընտրություններ, արդյունքներ, որոնք վիճակման, այսինքն անվավեր չեն կարող ճանաչվել։ Սա է։ Այսինքն դուք ասում եք, այսինքն ձեր ավելի բարձ ներկայացնում ձեր ասածը, ձեր ասածը ասել լավ խախտում էր եղել, աշխատի, իրենք բողոքեին այդ խախտումը չէ, բողոքի, չէ, այդպես չի, առաջ գնահատող չէ, տեսեք, գնահատող այդպես է, խախտումները ոչ ոք չի վիճակել, հարգելի դրականներ, ես կրկնում եմ, խախտումները, որ տեղի են ունեցել, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ 3 տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը բոլորի կողմից ճանաչվելը որպես ճիշտ որոշում։ Հասկանում եք, այստեղ խնդիրը ինչու է կան, բոլորը ընդունում են, ասում են, այդ կարելի է ճիշտ որոշում, բայց ձեր հաջորդ քայլերը մեր սրտովը չի, որովհետև մենք դրանից չենք շատ, չէ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաջորդ քայլերը կրկին բխել են ընտրական օրենսգրքից։ Երբ որ ես ասում եմ, որ չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, դա ասում եմ, բանաձևը շատ պարզ է։ Մենք ունենք 3 տեղամաս, որտեղ տեղի ունեցան խախտումներ, կան խախտումների ազդեցություն, որը վերածվում է անճշտությունների։ Եվ անճշտությունների արդյունքները մնացած 2002 տեղամասերում։ Արդյունքը, որպեսզի ազդեցությունը գնահատեք, պիտի դիտարկեք 2002 տեղամասերի քվեարկության արդյունքները, ընդհանուր արդյունքները ինչպիսին են։ Կա իրավիճակ, որ այդ արդյունքները 3 խմբակցություն անցում, չէ՞։ Այս 2002-ում։ Այս 2005-ում արդեն ավելացրած են անճշտությունների, այսինքն վատար պատկերը ավելացրած։ Կրկին իրավիճակը նույնն է, կրկին 3 խմբակցություն է ասում։ Սա է որ իրավիճակը, երբ որ ասում ենք, որ չի ազդել, սա պարզ բանաձև հասկանալի է, երբ որ
Այսպես ասեմ, երբ որ մի բան դիմացինի ցանկությունով չի, ինքը կարող հաջողի չընդունի, բայց խնդիրը էս է, որ 2005 տեղամասերի քվեարկության արդյունքներով, այդ թվում անվավեր ճանաչված 3 տեղամասերով անցել է 3 խմբակցություն։ 2002-ը եթե այդ 3 տեղամասը չդիտարկենք, այսինքն այդ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չդիտարկենք, կարծես այդ 3 տեղամասը ընդհանրապես այնպես քվեարկություն չէր եղել։ Էլի անցնում էր, երբ 2002 տեղամասը կրկին անցնում է 3 խմբակցություն։ Այսինքն ստացվում է, որ այս 3 տեղամասի խախտումները չեն ազդել ընդհանուր արդյունքների վրա։ Եթե 3 տեղամասի արդյունքներ, 3 տեղամասի անվավերությամբ փոխվել պատկեր, այսինքն 2002-ով լիներ մի պատկեր, 2005-ով լիներ մի պատկեր։ Այս դեպքում արդեն մենք գալիս ենք այն քննարկմանը, արդյոք նման պայմաններում հնարավոր է կազմակերպել վերաքվեարկություն։ Այդ իմ սահմանադրական դատարանում ներկայացված խոսքից կարևոր դա է, որ նման, բայց սա կրկնում եմ շարունակությունն էր։ Դա լինելու շարունակությունը, որ արդյոք 3 տեղամասում վերաքվեարկություն նշանակելը լինելու ազատ արդար թափանցիկ քվեարկություն։ Թե այս դեպքում ուղղակի ունենալու է փակ ռեժիմով, բայց բաց քվեարկություն։ Բայց ասում եմ, կրկնում եմ, դա կներ այն դեպքում, այսինքն այդ հարցի քննարկումը ավելի ակտուալ լինել այն պարագայում, եթե 2002 տեղամասերի արդյունքները եւ 2005-ով ամփոփված արդյունքները իրարից տարբեր էին։ Հիմա սա շատ բարձր այնտեղ, եթե չեմ սխալվում, ընդամենը 21 ձայնով է խնդիրը իրավիճակը փոխվում։ Այսինքն 21 ձայնով է այս իրավիճակը փոխվում։ Մենք վաղաշաբաթի ընտրություններում ունեցանք իրավիճակ, երբ որ խմբակցություններից մեկը 16 ձայնով հավաքանի խմբակցություն չունեցավ։ Այս դեպքում մոտապես նույն խնդիրն է։ Հասկանում եմ, որ ազգային ժողովի այս դեպքում արդեն ազգային ժողովի պատգամավորի մանդատի պատգամավորական խմբակցության մասին է խոսքը, բայց իրավիճակը սա է օրինական վիճակը։ Մնացած արդեն էմոցիա են եւ համենայն քաղաքական գնահատական